Թուրքիայի նախագահը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դատապարտել է Նախիջևան քաղաքին իրականացված հարձակումը և աջակցություն հայտնել եղբայրական ադրբեջանցի ժողովրդին։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին աջակցության համար։ Մարտի 5-ին լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, որ Նախիջևան քաղաքի օդանավակայանի տարածքում պայթել է իրանական անօդաչու թռչող սարք։ Տեղական լրատվամիջոցների տեղեկությամբ ևս մեկ դրոն է թռչել Շեքարաբադ գյուղ։ Ադրբեջանի նախագահը Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը անվանել է Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն ահաբեկչական գործողություն և ագրեսիա։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով քիչ առաջ Օմանի մայրաքաղաքից իրականացվել է հատուկ չվերթ։ Հայրենիք են վերադարձել Վրաստանի 168 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ վերջին օրերի ընթացքում Վրաստանի կառավարության կողմից կազմակերպված հատուկ չվերթներով Վրաստան է վերադարձել 500-ից ավելի անձ։ Կառավարության որոշմամբ Թբիլիսի ուղղությամբ հատուկ չվերթներ իրականացվել են մարտի 3-ին, 4-ին և 5-ին։ Վրաստանի վարչապետը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կառավարության վարչակազմի տեղեկությամբ Իրակլի Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար հանրապետությունում անօդաչու սարքերով իրականացված հարձակման հետ կապված։ Վրաստանի վարչապետը Իլհամ Ալիևին հայտնել է համերաշխություն և տեղի ունեցածի հետևանքով տուժած քաղաքացիներին մաղթել է շուտապույտ ապաքինում։ Կողմերը ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը, սերտ քաղաքական հարաբերությունները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման առանձնահատուկ կարևորությունը, ասվում է կառավարության վարչակազմի կողմից տարածված տեղեկատվության մեջ։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև։ Իրակլի Չիքովանին Զաքիր Հասանովի հետ զրուցելիս մտահոգություն է հայտնել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում դրոններով իրականացված հարձակման հետ կապված, որի հետևանքով մի քանի քաղաքացի վիրավորվել է։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանում առկա իրավիճակը և անվտանգության հարցերը։ Պաշտպանության նախարարության տեղեկությամբ նախարարները նաև զրուցել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման վերաբերյալ։ Ամերիկա-Վրաստան հարաբերությունների վերագործարկումը և երկու երկրների միջև նախորդ վարչակազմի կողմից դադարեցված ռազմավարական գործընկերության մաքուր էջից վերականգնումը, սրանք այն հիմնական հարցերն են, որոնք վրացական խորհրդարանական պատվիրակությունը ԱՄՆ-ում բարձրացնում է գործադիր և օրենսդիր մարմիններում անցկացված բոլոր հանդիպումների ժամանակ։ Վրացական պատվիրակությունը վերջերս ընդհանուր առմամբ հանդիպել է 5 կոնգրեսականի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը երկրների միջև հարաբերությունների բարելավմանը զուգահեռ քննարկել են նաև անվտանգության հարցերը՝ կապված Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Քննարկված թեմաների լայն շրջանակում խոսվել է նաև Վրաստանի օկուպացված տարածաշրջանների և մեր երկրի միջին միջանցքի դերի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի պատվիրակության այցը իշխանական թիմը գնահատում է և հայտարարում, որ երկու երկրների միջև հարաբերությունները կառուցվում են զրոյից, որպեսզի դրանք հասցվեն նոր ռազմավարական հարաբերությունների։ Իսկ ընդդիմությունը կասկածամտորեն է նայում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերագործարկմանը, քանի որ նրանց կարծիքով վրացական երազանքի կողմից անհրաժեշտ է դադարեցնել քաղաքական հետապնդումները և անցկացնել արդար ու ժողովրդավարական ընտրություններ։ Թբիլիսի քաղաքային դատարանում շարունակվում է հոկտեմբերի 4-ի գործով մեղադրվողների Եվա Շաշիաշվիլիի, Գեորգի Չախունաշվիլիի և ևս 13 անձի գործի քննությունները։ Այսօրվա նիստում քննարկվել են մեղադրող կողմի ապացույցները։ Մասնավորապես հարցաքննվել է մեկ վկա։ Նա պարեկային ծառայության աշխատակիցներից մեկն էր, որը վնասվածքներ է ստացել Աթոնելի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Աթոնելիի նստավայրի մոտ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ընդհանուր առմամբ քրեական պատասխանատվության է ենթարկվել 64 մարդ, և նրանց գործերը դատարանը քննում է 5 դրվագներով։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացմանը նպաստելու մեղադրանքով Բաթումիում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 1990 թվականին ծնված անձի։ Իրավապահները մեղադրյալի անձնական խուզարկության, ինչպես նաև ժամանակավոր բնակելի տան խուզարկության և քննչական փորձարարության ժամանակ նրա կողմից նշված վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված 17 փաթեթ թմրամիջոց, հաշիշ և թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ժողովրդի ուժ քաղաքական խմբի անդամները շարունակում են հանդիպումները տարածաշրջանների ավականիների ֆրակցիաների անդամների հետ։ Ամփոփիչ հանդիպումը կայացել է Քվեմոքարթլի, Բոլնիսի եւ Դմանիսի ավականիների ֆրակցիաների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են այդ համայնքների զարգացման հնարավորությունները։ Քննարկման թեմա է եղել նաեւ աշխարհում ստեղծված իրավիճակը եւ ժողովրդի ուժի տեսլականը գլոբալ քաղաքականության մեջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Բաթումիի բուլվարում շարունակվում է առանց թույլտվության կառուցված օբյեկտների ապամոնտաժումը։ Այս փուլում ապամոնտաժվում է Փիչվնարի գոտում գտնվող սննդի օբյեկտներից մեկը։ Նշված օբյեկտը գտնվում էր ռեկրեացիոն տարածքում։ Բացի այդ, ավարտական փուլում է նաև Ծովափնյա գոտում առանց թույլտվության տեղակայված ևս մեկ ամառային սրճարան բարի ապամոնտաժումը։